Այսօր դեկտեմբերի 1-ին նշվում է ձիայի դեմ պայքարի համաշխարհային օրը եւ այս օրվա շրջանակներում ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը որպես ոլորտի պատասխանատու հիմնական կենտրոն կազմակերպել է միջոցառում, այս անգամ գիտաժողովի տեսքով ենք որոշել իրականացնել միջոցառումը։ Մենք միշտ խոսում ենք հանրության իրազեկելու մասին, բայց շատ կարևոր է նաև, որպեսզի հենց բուժաշխատողները, ովքեր անձամբ չեն զբաղվում միավի դեպքերով, եւս իրազեկվեն։ Մենք այդտեղ եւս ունենք բացեր, խնդիրներ, եւ այս գիտաժողովը միտված է նաև այդ բացը լրացնելու։ Միավը յուրահատուկ խտրական որևիցե հիվանդություն չէ, այլ սովորական վիրուսային հիվանդություն է մեր համար, ինչպես մյուս վարակներն են, այդպիսի շեշտադրում անելով, որպեսզի խտրական վերաբերմունքը միավի նկատմամբ ավելի մեղմվի։ Ցանկանամ նշել, որ 2025 թվականի ընթացքում մենք բավականին ձեռքբերումներ ենք ունեցել, մասնավորապես կարողացել ենք իրականացնել ապակենտրոնացման ծրագիրը, ինչը նշանակում է, որ այսուհետ միավով ապրող անձիկ կարող են իրենց բուժօգնությունը ստանալ ոչ միայն Երևանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, այլ նաև մարզերում, մասնավորապես արդեն գործարկվել է եւ հաջողությամբ աշխատում է Վանաձորի եւ Գյումրիի ապակենտրոնացման վայրերը, որտեղ իրենց բոլոր անհրաժեշտ հետազոտությունները եւ դեղորայքները կարող են ստանալ եւ հաջորդիվ դա շարունակվելու է մյուս մարզերում եւս ունենալու ենք, ստեղծելու ենք նման հնարավորություն մեր միավով ապրող քաղաքացիների համար։ Միավը դատավճիռ չէ, պատշաճ կերպով հետևելով բժշկի խորհուրդներին, լինելով հսկողության տակ, պրակտիկորեն նույն կերպ առողջ մարդ է, ինչպես միավ չունեցող անձը։ Ընդհանրապես պահանջվում է հետազոտվել, հայտնաբերել վարակը եւ ստանալ պատշաճ հսկողություն ու վայելել կյանքը, ապրել լիարժեք կյանքով։